Գիտեիք, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը ուժեղ Հայաստան կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին և վարչապետի թեկնածու է առաջադրել Սամվել Կարապետյանին։ Ձեր վերաբերմունքը։ Ասում են, ես հավատում եմ, որ ինքը լավ լիդեր դառնա։ Նորմալ է, բայց ինչ-որ մեկը պետք է լինի, որ իմանա, որ այս մարդն էլ է ուժեղ, մենակ ինքը չի։ Նորմալ է դրան։ Նախ ինքը շատ ակուրատի շնորհքով մարդ է, ես ինչքան գիտեմ, ինչքան հիշում եմ իր արածները, աստվածավախ է կարևոր է։ Իսկ այս մարդիկ շատ զգուշ է վերաբերվում ամեն ինչից։ Հետո մարդը իլարտատել մարդ է օրինական ձևով, դրանց լավ մարդ է, որից է գալ։ Բայց չեմ ճանաչում, համար ամենը լավ մարդն է Հայաստանի, չեմ ճանաչում ես։ Այս Սամվել Կարապետյանի մասին ինչ կարծեք, գիտեք, Ես գիտեմ, ինքը մեծ բարերար է, ինքը Ռուսաստանում խոշոր դեմք է, բայց ես չեմ կարող ասեմ։ Ինքը շատ խոշոր դեմք է։ Ես Մոսկվայում շատ եմ ապրել։ Մենք բարձենում ենք, որ մտնում ենք իր այդ ռիոները, իր շուկաները, սենց ենք մանգալի հպարտում ենք, հայ ենք, հայի սարկածը։ Այստեղ այդ մարդն է թոդրեցին։ Ինքը աշխարհարչակ մարդն է, չի բարադի մարդը, ոչ էլ Հայաստանից կոպեկ է տարի յուրացրել։ Այդ որ սա հասկացող ասում եմ, թե չի։ Ինքը այնքան ունեցվածք ունի, եթե դուք Մոսկվայում որ ելնեք, մի հատ գիտ վարձեք, փողը տակ ասեք ինձ ցույց տուր Սամվել ունեցվածք է երկրը։ Շատ ուժեղ մարդ է ինքը։ Շատ մեծ հարգանք վայելող, հա։ Իր ուժեղ Հայաստան կուսակցության մասնակցում։ Թող մասնակցի, Աստված թող հաջողություն տա, ինչ ասեմ։ Հզոր մարդ է, փող ունի, ներք դնի, Հայաստան էլ բարգավաճի։ Հոսանքազրկումները հաճախակյացել են նաև վավարային ջրանջատումներ են լինելու։ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահն էլ հաստատել է ջրանջատումների անխուսափելիության փաստը, ինչ է լինելու հատկապես մարզաբնակ քաղաքացու վիճակը։ Հայտարարել են ուրեմն կանջատել, նրանք մեզ չեն նայե, իրանց ձեռն հետո է անջատել, կանջատել։ Դե հիմա թաղամասեր կա, գիշերն անջատում են 11-ից հետո, առավոտ 7-ին տալիս են, բայց ես մերս ինքնահոսիտակ է, մեր ես մասերը չել անջատում, չուրը չի անջատում։ Բալա, որ սկսեցին անջատել, այ ասում եք արդեն անջատում է, քաղաքացին ինչպես է ապրելու։ Աբարան մի քիչ ջրի պաշարները շատ են, կողերը բնական աղբորներ կա, մենք ասենք կարող եմ, գնանք վեդրով կրենք, բերենք, բայց ես չգիտեմ մյուսները ինչ իմանամ, ես չեմ կարող։ Այն ժամանակ խրտներս հանգիստ էր գոնե հաղթանակ ենք տանում։ Հիմա պարտությունը, օր պարտություն ենք այդ։ Այն ժամանակ հպարտանում ենք։ Վաղ, գալիս է 92, 93, 94 թվերի նման, որ սպասում ենք, թե երբ պետք է մի ժամ ուսանք տան, լավ չի։ Հիմա ինձ քաղաքականություն վարեն, որ Ռուսաստանի հետ հռչակատում չլինի։ Ինձ հետ է թվում, ես ուրվա դրությամբ։ Մենք այդ մակարդակը չունենք, էլի, ասենք, որ Ռուսաստանը փակեց, մենք ուշ տեղից մենք կարողանանք բենզին ստանանք, գազ ստանանք, հեղուկ գազ ստանանք, մեր մտերիկները այդ այնտեղից էլ հացահատի պայման մենք սաղ ընդեղից ենք կրում բերում Կրասնոդարի բան կողմերից։ Բա ոնց կլինի։